Երբ նմանատիպ ամեն ժամանակներ, թե տարին քանի անգամ, թե քանի տարին մեկ անգամ հանդիպում ժամանակ, որովհետև Ալիևը այս հնարավորությունը չունի, որովհետև իր հերն է մեր այսօրվա նախագահին պարտվել, չի կարողանում աչքերի մեջ նայի, նույն թուրքական խոդը քնած զինվորին կամ քնած սպային, կացինարի կամ խփի, իր այդ նենգությունը, այդ մխտար, իր այդ կարիճական, օծական պրոցեսները ցույց է տալ եւ ուզում է ցույց տա, տես ես կարում եմ կամ անում եմ ու վատ բան, որ ինքը թուրք է։ Չի կարող այսօր կարակ հերոստատեսությունը նայեք, նա չի կարող մեր նախագահի աչքերի մեջ նայել, որովհետեւ դրա պապան չոքե խնդրեր է այսօրվա մեր նախագահան եւ պաշտպանության նախարարն էր։ Խնդրի աղաչերա, որ խաղաղություն կնքի մեր երկրից, մեր ժողովրդից։ Իսկ այսօր մենք դրա արժեքը գիտես ցավոն, որ մենք չգիտենք։ Մենք ինքներս մեզ լավ չենք ճանաչում ու մեր արածը կամ այսօրվա 18 տարեկան երեխան ես մեջից առաջ ասեմ նորից եմ ասում։ Եվ երբ որ այդ երեխին ես պաշտպաներ եմ 80-ին, այդ երեխեքը լավ ծնված չեն էլ։ Դրանց պապա-մաման էլ երիտասարդ են էլ։ Իսկ այսօր սրանք արդեն 96-97 թվականից ծնված երեխեքը զենքը ծերը ինձ բոլորիս թե պաշտպանում են ու մենք դրանց փոխանակ մտածենք, ինչով օգնենք, ինչ անենք, այստեղ իրար չենք հարգում եւ Թուրքին հնարավորություն ենք տալի մեր երեխեքին վնասել։ Ես շնորհավորում եմ առաջին հայոց բանակի զինվորներին, ովքեր սահմանամերձ գոտում կանգնած են, հայոց բանակի բոլոր սպաներին, զինծառայողներին, միջև գերագույն հրամանատար, բոլոր զոհվածների մայրերին, այրիներին, կանանց, նրանց երեխեքին, ընտանիքներին ու բոլոր հայ ժողովրդին անկախ դրանից աշխարհի որ ծայրում կլի։